Siz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Թուրքիայի նախագահն Արցախի հանրապետության տարածքի օկուպացիայի 5-րդ տարելիցին Բաքվում մասնակցելու է նոյեմբերի 8-ի ռազմական շքերթին։ Թուրքերը սա կոչում են հաղթանակի շքերթ։ Էրդողանին ուղեկցելու են արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը եւ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Արցախի հանրապետության տարածքի օկուպացիայի առաջին տարելիցին եւս Էրդողանը մասնակցել է Բաքվի ռազմական շքերթին, ելույթ ունեցել ու փառավորել հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվերի հոգին։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Փաշինյանի խաղաղությունը կամ Սևանը Գյոյչայ է Արցախից հետո Հայաստանի տարածքը գրավելու գործողության նոր արարը։ O xəritələrdə Sevan gölü adlı göl yoxdur, o xəritələrdə Göyçə gölü։ Թուրք կուսակցապետը սպառնում է Հայաստանին։ Փաշինյանը պարտավոր է կատարել Սյունիքում ստանձնած պարտավորությունները, այլապես Թուրքիան եւ Ադրբեջանը կստիպեն։ Yoxsa Türkiye ve Azerbaycan eğer Ermenistan ayak direrse başka çareler de bulacak güce ve kudrete sahiptir artık. Թուրքական ամբողջ մեդիան բառացի նույն ու թելադրված տեքստով ցնծում է։ Արարատն այլևս չկա Հայաստանի սահմանային կնիքներին։ Սա մեր կնիքներն են Արարատ լեռան տարբերանշանով, իսկ սա արդեն նոր կնիքներն են։ Եվ հարցազրույց այսօր Աբհինավ Պանդյա Հնդկաստանից Ադրբեջանի նպատակը միայն միջանցքը չէ, թուրքերը ցանկանում են տարածաշրջանում իրականացնել խոշոր քարտեզագրական փոփոխություններ։ I think this is not just about the corridor. I guess it's more about the revisionist mindset. They want to implement some major cartographic changes in that region. Եվ այսպես Բաքվի օկուպանտը նորից խոսել է Հայաստանի տարածքի մասին։ Հայաստանն ադրբեջանցիներով լցնելու պլանը, ինչպես փորձ արվեց Հայաստանում ներկայացնել, ոչ միայն չի չեղարկվել, այլև առաջ է մղվում Բաքվի առաջին դեմքի մակարդակով։ Մինչև կներկայացնենք այն, ինչ ասել է Ալիևը, ահա թե ինչպես է Ալիևի խոսքը ներկայացրել Ադրբեջանի պետական հեռուստաալիքը։ Նախագահից կարևոր ուղերձներ Զանգեզուրի եւ Գյոյչայի մասին։ Նկատի ունեն Ալիևից կարևոր Սյունիքի եւ Սևանի մասին։ Հիմա Ալիև, որը հատկապես Արցախում պատերազմից հետո նոր ջերմեռանդությամբ է խոսում Ադրբեջանի այսպես կոչված պատմության մասին։ Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի իբր հարուստ պատմությունը, իբր խեղաթյուրելու մեջ։ Azərbaycan tarihi haqqında da danışmalıyıq. Bizim zəngin tariximiz əfsuslar olsun ki, Ermənistan tərəfindən, erməni diaspor tərəfindən Մեր հարուստ պատմությունը ցավոք երկար տարիներ խեղաթյուրվել է Հայաստանի կողմից, հայկական սփյուռքի կողմից։ Մեր դեմ քարոզչությունը այդ ուղղությամբ չի դադարում նաև այսօր։ Այդ պատճառով մենք պետք է այդ ամենին հակադրենք մեր իրողությունները։ Ինչպես նկատում եք, թիրախում ընդգծվում է նաև հայկական սփյուռքը։ Իրական Թուրքիա նախագծի նախորդ թողարկմանը, որը հասանելի է Alpha News-ի բոլոր հարթակներում, ներկայացրել ենք, թե ինչպես են թուրքերը ջանքեր գործադրում հայերին Հայաստանում եւ հայերին Սփյուռքում բաժանելու համար, որտիր են, իսկ թուրքերին փորձում են միավորել, որտիր են։ Ալիևը շարունակում է խոսել Ադրբեջանի իբր պատմության մասին, այն էլ դարավոր ու պահանջել, որ Ադրբեջանի երիտասարդությունը պատմություն սովորի եւ պրոպագանդի այդ պսևդո պատմությունը։ Պատմությունից օկուպանտն անցել է աշխարհագրությանը ու հայտարարել. ադրբեջանցիները ապրել են նաև Ադրբեջանի ներկա սահմաններից դուրս, նաև Հայաստանի տարածքում։ Մոտենում է բուն թեմային։ Azərbaycan əhalisi yaşayır. Ermənistanda da yaşayıb, amma oradan qovulub. Amma əminəm ki, yenə də yaşayacaq։ Ադրբեջանցի ժողովուրդը նաև ապրել է Հայաստանում, բայց վտարվել է այնտեղից։ Այնուամենայնիվ վստահ եմ, որ կրկին կապրի այնտեղ, քանի որ մենք տեսնում ենք, որ այսօր բոլոր հարևան երկրներում մեր սահմաններից այն կողմ ադրբեջանական բնակչությունը ապրում է իր նախնիների պատմական հողերում։ Ադրբեջանի սահմաններից այն կողմ իր պատմական հողերում ու ծափեր։
Սա արդեն տարածքային հավակնություն է ոչ միայն Հայաստանի, այլև բացահայտորեն Իրանի դեմ։ Բաքվում միշտ են փորձում Իրանին վախեցնել Ադրբեջանի հետ սահմանին ապրող Իրանի միլիոնավոր թուրքախոս քաղաքացիներով։ Սա է նաև Բաքվին առնչվող հարցերում Իրանի զսպվածության գործոններից մեկը։ Բայց մյուս կողմից Իրանն ունի իր ռումբը դրված Ալիևի տակ, Ադրբեջանի շիա մուսուլմանները, որ կրում են Իրանի ազդեցությունը։ Այնպես որ սա խաղ է նուրբ հավասարակշռության մասին։ Ալիևը համարձակվում է խոսքը շարունակել միայն թիրախավորելով Հայաստանի տարածքը։ Ona göre Azərbaycanlıların indiki Ermənistana qayıtması Ermənistan xalqını və dövlətini qorxutmamalıdır. Հետևաբար ադրբեջանցիների վերադարձը ներկա Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին կամ հայկական պետությանը։ Onlarımıza qayıtmalıyıq, tanklarla yox, avtomobillərlə qayıtmalıyıq. Ես արդեն խոսել եմ այդ մասին որոշ ժամանակ առաջ։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը, ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար հիմնական պատասխանատվությունը իհարկե ընկնում է պետության վրա, նաև հասարակական կազմակերպությունների վրա, ինչպես նաև ադրբեջանցի գիտնականները բազմաթիվ գիտական աշխատանքներ են արել այս ուղղությամբ։ Գիտեմ եւ նկատել եմ դա։ Պետք է ավելի շատ լինեն նման աշխատանքներ, գիտական աշխատանքներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ եւ պատմական քարտեզների հրապարակումներ։ Tarixi xəritələrin dərc edilməsi Իբր պատմական քարտեզների մասին խոսելիս Բաքվի օկուպանտը կարող էինք ասել կորցնում է իրականության զգացումը, անցնում է չափը, բայց իրականում անում է հստակ, գիտակցված ու մշակված քայլ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։ Ընդ որում, սա առաջին անգամը չէ։ O xəritələrdə Sevan gölü adlı göl yoxdur, o xəritələrdə Göyçə gölüdür. Այդ քարտեզներում Սևան անունով լիճ չկա, այնտեղ Գյոյչա լիճն է եւ մեր կողմից օգտագործվող մյուս բոլոր պատմական տեղանունները արտացոլված են այդտեղ։ Այդ քարտեզները ամբողջությամբ հիմնված են պատմական իրականության վրա։ Հետևաբար մենք պետք է խթանենք եւ հետազոտենք սա։ Մենք պետք է ստեղծենք ավելի շատ գիտական աշխատանքներ, նույնիսկ փոքր գրքույկներ, որպեսզի ադրբեջանական երիտասարդությունը եւ միջազգային հանրությունը կարողանան ավելի լավ հասկանալ իրենց պատմությունը եւ միևնույն ժամանակ որպեսզի ներկա Հայաստան վերադառնալու մասին մեր հայտարարությունները հնչեն բացարձակապես տրամաբանական եւ արդարացի։ Վերադարձ ներկա Հայաստան, եւ սա այն Ալիևն է, որի հետ Փաշինյանը փորձում է համոզել, թե խաղաղություն է հաստատել Վաշինգտոնում խաղաղության համաձայնագիր կոչվածը նախաստորագրելով։ Սա է Փաշինյանի խաղաղությունը, Սևանը Գյոյչա է։ Ալիևը նաեւ հայտարարել է, թե Ադրբեջանն արդեն 30 տարի անկախ պետություն է եւ այդ ընթացքում երբեք այնքան հզոր չի եղել, ինչքան հիմա։ Այստեղ չհամաձայնել չենք կարող։ Եվ Ադրբեջանի այսօրվա հզորությունն ուղիղ համեմատական է Արցախի կորստին, հայերի կորստին, հայկական ողբերգությանը։ Այս հայտարարությունները ակնհայտորեն պղտորում են Փաշինյանի նախընտրական խաղաղության պատրանքը։ Հետևաբար, ինչու է Ալիևը նման քայլի գնում, երբ Փաշինյանի հետ լեզու է գտնում, իսկ Հայաստանում մյուս բոլոր քաղաքական ուժերին կոչում է ռևանշիստ։ Կուլիսներում գաղտնիքներ կան, որոնց մասին Հայաստանի քաղաքացիներին Փաշինյանը չի հայտնում։ Մյուս կողմից Հայաստանի տարածքը ադրբեջանցիներով լցնելու թուրք-ադրբեջանական ծրագիրը, որը գործի դրվեց Արցախի օկուպացիայից անմիջապես հետո, ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի ամբողջ տարածքը օկուպացնելու համար, եւ այդ ուղղությամբ քայլերը, հայտարարությունները կրում են հետևողական բնույթ, անկախ Փաշինյանի վերընտրվել չվերընտրվելու հարցից։ Բաքվում համոզված են, որ այնինչ պարտադրում են Փաշինյանին, կպարտադրեն Հայաստանին անկախ ամեն ինչից։ Սևանը Գյոյչա ասելով կվերցնեն, Սյունիքը Զանգեզուրի միջանցք ասելով։ Այստեղ որոշումն արդեն հայերինն է, Հայաստանի քաղաքացիներին է 2026-ին եւ ընդհանրապես, որովհետեւ անկախ Փաշինյանից կամ որևէ այլ քաղաքական ուժից թուրք-ադրբեջանական պլանը հստակ է եւ այն բոլորովին խաղաղության մասին չէ։ Թուրքիայում գործող մեծ միասնություն կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեստիջին Բաքվում էր։ Այս անձը նախկինում Գորժ գայլերի կուսակցությունում էր, այժմ Էրդողանի գաղափարակիցն է։ Թուրքական, էրդողանական մեդիայի միկրոֆոնները պարբերաբար են հայտնվում նրա առաջ։ Դեստիջիի կուսակցության գաղափարախոսությունը ծայրահեղ ազգայնամոլական եւ կրոնամոլական է։ Եվ ահա այս անձը Բաքվում թուրքական եւ ադրբեջանական պետական եւ իշխանամերձ տասնյակից ավելի լրատվամիջոցների միկրոֆոնների առաջ հայտարարություններ է արել Արցախի եւ Հայաստանի մասին։ Herkes duysun bilsin ki Karabağ Azerbaycan'dır diyor. Ասում է թող բոլորը լսեն, իմանան, Ղարաբաղն Ադրբեջան է։
5 տարի այս ֆրազը կրկնում են, որովհետև առաջին հերթին իրենք գիտեն, որ Ղարաբաղն Ադրբեջան չէ, զավթված, օկուպացված տարածք է, ուրիշի հայրենիքն է։ Այս թուրք ազգայնամոլը, որը իրական Թուրքիայի մի մասն է, այնուհետև սկսել է խոսել Հայաստանի տարածքի Զանգեզուրի միջանցք կոչվածի կարևորության մասին եւ ամենաբացահայտ ձևակերպումներով սպառնացել է Հայաստանին։ Zengezur koridoru Azerbaycan, Türkiye, Ermenistan kadar Amerika Birleşik Devletleri, Çin ve Rusya için de önemlidir. Bu mutabakata evet diyen Ermenistan tarafından da Զանգեզուրի միջանցքը նույնքան կարևոր է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի համար, որքան Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Ռուսաստանի համար։ Հայաստանը, որը կողմ է քվեարկել այդ համաձայնագրին, կիրականացնի այն։ Այլապես Թուրքիան եւ Ադրբեջանը այժմ ունեն ուժ այլ լուծումներ գտնելու համար, եթե Հայաստանը դիմադրի։ yoksa Türkiye ve Azerbaycan eğer Ermenistan ayak direrse başka çareler de bulacak güce ve kudrete sahiptir artık. Թուրք ազգայնամոլը խոսել է Հայաստանի ընդդիմության եւ Փաշինյանի մասին։ Նրա խոսքի այդ հատվածին պետք է ուշադրություն դարձնել Հայաստանում ներքին իրողությունների եւ Սփյուռքի հետ հարաբերությունների ներկա վիճակի ենթատեքստում։ Ermenistan'ın tabi ayaklarında prangalar var. Հայաստանը իր ոտքերին շղթաներ ունի։ Նկատի ունեմ Սփյուռքը Եվրոպայում, ընդդիմությունը Հայաստանում կամ ծայրահեղականները։ 1915 թվականի հնչակ դաշնակցական ավազակախմբերի ժառանգները, այդ ոգին կրողները։ Երրորդը Ֆրանսիան է, Ռուսաստանը նույնպես ժամանակ առ ժամանակ։ Կան պետություններ, որոնք սադրում են Հայաստանին։ Սրանք են Հայաստանի ոտքերին եղած 3 շղթաները։ Pranga budur. Bu prangalardan kurtulursa Ermenistan ki Nikol Paşinyan'ın Karabağ yenilgisinden sonra gerçekleri geç de olsa Եթե Հայաստանը ազատվի այդ շղթաներից, ինչպես մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններում Ղարաբաղյան պատերազմից հետո, նա սկսել է տեսնել ճշմարտությունը, թեև ուշացած։ Եթե Հայաստանն ամբողջությամբ ազատվի սրանցից, Թուրքիան եւ Ադրբեջանը անպայման համատեղ քայլեր կանեն։ Թուրք ազգայնամոլն ուղիղ ասում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի նախ Սփյուռքի հետ կապից, որը չի հրաժարվում հայկական արժեքներից ու պահանջատիրությունից, ապա հայկական ընդդիմությունից, որը բարբերաբար զգուշացնում է Թուրքիայից սպառնացող վտանգների մասին եւ իհարկե Ռուսաստանից։ Այն, որ թուրք ազգայնամոլը քննադատում է Հայաստանում ընդդիմությանը, ինչ է, եթե ոչ աջակցություն Փաշինյանին։ Ի վերջո, Էրդողանն ինքն է բազմաթիվ անգամ հայտարարել, որ գոհ է Փաշինյանից ու նրա արած քայլերից։ Դեստիջին իհարկե չէր կարող շրջանցել ցեղասպանության եւ թուրքերի հանցանքի ապացույց հայկական Սփյուռքի թեման ու առանձին չանդրադառնալ։ Ermenistan'ın olmayan sözde soykırım iddialarından Նախ Հայաստանը պետք է հրաժարվի իր գոյություն չունեցող այսպես կոչված ցեղասպանության մեղադրանքներից, լուծի իր բոլոր խնդիրները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ sonra Türkiye'nin kapısına gelecek. Նախ համաձայնության գա Ադրբեջանի հետ, ապա գա Թուրքիայի դուռը։ Հայերին Թուրքիայի դուրն ընկնելու ճանապարհը ցույց տվող թուրք ազգայնամոլը գործի է դնում նաև թուրքական արդեն հայտնի հնարքը։ Ermenistan gerçekten kendi vatandaşlarını mutlu etmek istiyorsa, refah içinde yaşatmak istiyorsa Türkiye ve Azerbaycan'la anlaşmak zorundadır. Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է իր քաղաքացիներին երջանիկ դարձնել եւ ապրել բարգավաճման մեջ, ապա պետք է համաձայնության գա Թուրքիա եւ Ադրբեջանի հետ։ Անհնար է, որ Թուրքիա եւ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ գտնվող կամ հարաբերությունները խզած Հայաստանը հասնի խաղաղության, անվտանգության եւ երջանկության։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու տարբեր ճանապարհներ կան։ Միակ ճանապարհը հուսահատորեն բոլոր պահանջները կատարելը, սեփական շահերի հաշվին զիջումներ անելը եւ Թուրքիայի դուռը ընկնելը չէ։ Նոյեմբերի 1-ին թուրքական մեդիան ողողված էր Հայաստանի մասին լուրով, որի մասին չափազանցություն չի լինի ասել, անգամ Հայաստանում էին շատերը մոռացել։ Հայաստան մտնելիս անձնագրերում կնիքին այլևս Արարատ լեռը չկա։ Տարածում են ապացույց տեսանյութը։ Սա մեր կնիկներն են Արարատ լեռան տարբերանշանով, իսկ սա արդեն նոր կնիկներն են։ Թուրքական ամբողջ մեդիայում տեքստը բառացի նույնն է, ինչը նշանակում է թելադրված մեկ գրասենյակից։ Գրում են. Հայաստանում ուժի մեջ է մտել մուտքի եւ ելքի համար օգտագործվող անձնագրերի կնիքների փոփոխությունը կառավարության սեպտեմբերի 11-ի որոշման շրջանակում։ Նոր փոփոխությամբ այսօրվանից համակարգից հանվել է Արարատ լեռան պատկերով դրոշմակնիքը։ Հավելում են. Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Արարատ լեռան պատկերն անձնագրերի կնիքներից հեռացնելը չի քննարկվել եւ չէր կարող քննարկվել Հայաստանի եւ Թուրքիայի
կողմերի միջև բանակցությունների ժամանակ, եւ որ այս որոշումը բխում է բացառապես անվտանգության ռազմավարությունից։ Փաշինյանը հայտարարել է. «Լեգիտիմությունը անվտանգության ռազմավարության գլխավոր գործոնն է։ Մենք պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայինորեն ճանաչված տարածքների եւ սահմանների շրջանակներում։ Մենք սա անում ենք մեր պետության հարատևությունը ապահովելու համար»։ Անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը։ Եվ լեգիտիմության գործոնը այն է, եւ ես նաեւ այդ սկզբունքն եմ արձանագրել եւ մենք այդ սկզբունքը մի անգամ չէ որ արձանագրել ենք, մենք ինքներս պիտի ճանաչենք եւ ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը իր միջազգայինորեն ճանաչված սկզբունքների տարածքով եւ սահմաններով։ Ինչի համար ենք սա անում։ Սա անում ենք, որովհետեւ ուզում ենք եւ ռազմավարություն ունենք մեր պետության հարատևությունը ապահովելու համար։ Եվ ուրեմն, եթե Թուրքիան այս որոշման հետ կապ չունի, ինչու է թուրքական մեդիան միաբերան, նույն տեքստով, նույն բառերով, անգամ Փաշինյանի խոսքից նույն հատվածի մեջբերումով ցնծում, որ Արարատի պատկերն այլևս չի լինի Հայաստան մտնող եւ Հայաստանից դուրս եկող անձանց կնիքներում։ Առայժմ չի լինի։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է այսօր Ափինավ Պանդյա, Հնդկաստանում գործող Հյուսաննաս հիմնադրամի հիմնադիրը։ Սա արտաքին եւ անվտանգային հարաբերությունների ուղղությամբ think tank է։ Այս թեմաներով հոդվածների հեղինակ է, միջազգային տասնյակ լրատվամիջոցներում, ինչպես նաեւ հակաահաբեկչության թեմայով 4 գիրք է հեղինակել։ Հակաահաբեկչության թեմայով խորհրդատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի սպաներին եւ Միացյալ Նահանգների կոնգրեսականներին, Հնդկաստանի բանակին։ Ադրբեջանական կողմի նպատակը կարծում է միայն միջանցքը չէ։ Ադրբեջանը ցանկանում է դառնալ տարածաշրջանի ռևիզորը։ Նրանք ցանկանում են տարածաշրջանում իրականացնել որոշ խոշոր քարտեզագրական փոփոխություններ, եւ սա երկարաժամկետ խաղ է։ Խաղաղության համաձայնագիրը գուցե ինչ-որ մարտավարական պայմանավորվածություն է, որը դիվանագիտորեն հարմար է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, եւ երբ գա ճիշտ ժամանակը, այս հակամարտությունը կարող է սրվել ցանկացած պահի։ Thank you very much for joining us on the Շնորհակալություն մեզ միանալու համար եւ ես կսկսեմ հայ-հնդկական հարաբերությունների հավանաբար ամենակարևոր մասից։ Որոշ տվյալներով, որոնք Երևանը չի հերքել, Հայաստանը $2 միլիարդ պայմանագիր էր կնքել, ձեռք բերելով հնդկական ռազմական արտադրանք։ Հնդկաստանը պարզապես զենք է վաճառում Հայաստանին, թեև զենքը պարզապես չեն վաճառում ոչ ոքի, թե այս գործարքը Հնդկաստանի համար ունի ավելի մեծ նշանակություն։ Ինչ նշանակություն։ Thank you very much, Annie. It's a very interesting question. I think, well, my answer would be very interesting in this case. I guess it's both. No? For if you bring in the actors, the lead actors, from both the sides. Շնորհակալություն, Անի։ Հետաքրքիր հարց է, եւ իմ պատասխանը եւս հետաքրքիր կլինի։ Կասեմ երկուսն էլ, եթե դիտարկենք ակտորներին երկու կողմից էլ։ Կարծում եմ, որ Հնդկաստանի հետ այսպիսի ամուր պաշտպանական գործընկերության մեջ մտնելուց առաջ Հայաստանի ակնկալիքները հիմնականում կենտրոնացված էին երկու կարևորագույն հանգամանքների վրա։ Նախ Հայաստանը շրջապատված է Թուրքիայով եւ Ադրբեջանով, եւ այս երկու երկրները Հնդկաստանի դեմ են, սերտորեն դաշնակցում են Պակիստանի հետ։ Անկասկած Հայաստանը կարծում է, որ Հնդկաստանին որոշակիորեն մոտենալը կլինի պաշտպանության քաղաքական ամուր գործոն, կամ առնվազն գործոն, որը հաշվի կառնվի Հայաստանի ռազմավարական շահերը պաշտպանելիս։ Միայն քաղաքակրթական գործընկերության եւ զուտ գաղափարական, պատմական հարցերի մասին խոսելը ներկա պայմաններում պաշտպանունակություն չեն ավելացնում։ Այսպիսով Հնդկաստանը զարգացող պաշտպանական ռազմատեխնիկայի մատակարար է։ Հնդկաստանը արտադրում է որակյալ զենք եւ Հայաստանին այդ զենքն էր պետք։ India is an emerging defense supplier. India produces good quality weapons. Armenia needed those weapons. So this relationship Այս հիմքով հայ-հնդկական հարաբերություններում քայլեր եղան։ Հայաստանը սկսեց զենքներ կրել եւ Հնդկաստանից մատակարարումը still continuing to go. դեռ շարունակվում է։ From the Armenian side, I must say that Armenians expect a little bit more. Բայց Հայաստանի տեսանկյունից պետք է ասեմ, որ մի փոքր ավելին էին ակնկալիքները, քանի որ Հայաստանի զինված ուժերը վերջին մի քանի տասնամյակում, կասեի ոչ թե դիսֆունկցիոնալ վիճակում են եղել, այլ պատրաստվածության պակասի, եթե համեմատենք Ադրբեջանի զինված ուժերի հետ։ Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել իր զինված ուժերի կարողություններն ավելացնելու ուղղությամբ, անօդաչու թռչող սարքերի եւ այլնի առումով։ So Armenia needs to catch up. Հայաստանը պետք է հասնի սրա հետևից։
Մինչ այժմ Հայաստանը հիմնականում հույսը դրել էր Ռուսաստանի աջակցության վրա, եւ հիմա Հայաստանը անշուշտ ակնկալում էր մի փոքր ավելին ստանալ Հնդկաստանից, ներառյալ ռազմավարական ներկայություն, հետախուզություն եւ գուցե եթե ամեն ինչ շատ լավ ընթանար, որոշակի զորք տեղում։ And maybe, if things go really well, some sort of the boots on ground. No one has said it yet, but in Ոչ ոք չի ասել սա, բայց Հայաստանի քաղաքականությունը ձևավորող շատ գործիչների հետ իմ շփումների ընթացքում զգում եմ, որ նրանց ենթագիտակցության խորքում այս միտքը գոյություն ուներ, շատ վաղուց, գոնե մինչև այս խաղաղության համաձայնագիրը, որը վերջերս ստորագրվեց Թրամփի միջնորդությամբ եւ դրանից առաջ, երբ Հայաստանը բախվում էր բազմաթիվ անորոշությունների, Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի թուրքական դիրքորոշման մասով։ Այդ օրերին գիտենք հայ քաղաքական գործընկերների ռազմավարական ենթագիտակցության որոշակի մակարդակում միտքն էր, որ գուցե Հայաստանը պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնի Հայաստանում Հնդկաստանի ներկայության հարցին։ Անկախ նրանից դա հնարավոր է, կլինի թե ոչ, դա արդեն այլ հարց է։ Նրանք առնվազն բաց էին տարածաշրջանում հնդկական ռազմական ներկայության, ավելի շատ զորավարժությունների, հետախուզության ոլորտում համագործակցության հնարավորությունների ուսումնասիրության համար։ Հիմա եկենք անդրադառնանք հնդկական կողմին։ Հնդկաստանը իսկապես հետաքրքրված էր Հայաստանի հետ գործընկերությամբ։ Անկասկած Պակիստանին միջազգային հարթակներում հակազդելը կարևոր պատճառ է։ Թուրքիան երկար ժամանակ Հնդկաստանի համար գլխացավանք է եղել։ Հնդկաստանը ցանկանում էր ձեռք բերել միջազգային գործընկերներ, որոնց աջակցությունը կստանար միջազգային հարթակներում եւ հարաբերություններում Պակիստանի դեմ։ Pakistan, Armenia as a country has that European connect. Հայաստանը երկիր է, որը Հնդկաստանում դիտարկում են որպես Եվրոպայի հետ կապեր ունեցող, որպես գլոբալ հյուսիսի մի մասը, եւ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հնդկաստանի համար ունի հետեւյալ նշանակությունը. Եվրասիական տարածաշրջանից մի երկիր աջակցում է Հնդկաստանին։ Սա լավ է հնդկական դիվանագիտության համար։ Մյուս կողմից Հայաստանն ունի հնդկական պաշտպանական զենքը գնելու կարիք։ Սա շատ շահավետ, շատ ուժեղ խթան էր Հնդկաստանի համար, քանի որ անկասկած Հնդկաստանը նաև ցանկանում է զարգանալ որպես զենք մատակարարող երկիր, եւ եթե Հայաստանի միջոցով Հնդկաստանը դրսևորվի որպես որակյալ զենք արտադրող եւ մատակարարող երկիր, եթե անցնի այս փորձությունը, good quality stuff, and if it passes the test, then it will launch the Indian defense products for an international market. Ապա հնդկական ռազմական արտադրանքի համար կարող են բացվել այլ շուկաներ եւս։ Բայց մյուս կողմից Հնդկաստանը մի փոքր տատանվում է, քանի որ ունի իր սեփական լուրջ խնդիրները ահաբեկչության, հարևանների, Պակիստանի, Չինաստանի հետ տարածքային խնդիրների առումով։ Issues with Pakistan, China. India, frankly speaking, does not have, I would say, or even does not even, I'm not really sure about the capability, but yes, definitely in terms. Հնդկաստանը չէր ցանկանա մեծ ներդրումներ կատարել Հարավային Կովկասում իր ռազմավարական ներկայությունն ընդլայնելու առումով։ Կարողությունները եւ մտադրությունները տարբեր հարթություններ են։ Բացի այդ, Հարավային Կովկասում արդեն իսկ կան բազմաթիվ համաշխարհային տերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Ամերիկան։ Այսպիսով Հնդկաստանում կարծում եմ, որ այն բարդ տարածաշրջան է եւ եթե մտնեն այնտեղ ռազմավարական նպատակներ հետապնդելու կամ այդ տարածաշրջանում խոշոր աշխարհաքաղաքական ուժ դառնալու մտադրությամբ, ապա դա կարող է վրդովեցնել որոշ ուժերի։ That may upset or offend certain powers, or it is at least going to Կամ առնվազն կբարդացնի տարբեր ուժերի միջև եղած հարաբերությունները եւ համաշխարհային տերությունների հետ Հնդկաստանի հարաբերությունները։ Հնդկաստանն արդեն իսկ բազմաթիվ մարտահրավերների է բախվում համաշխարհային տերությունների հետ հարաբերություններում, մասնավորապես Ուկրաինայում պատերազմից հետո։ Ամերիկացիները ճնշում էին գործադրում Հնդկաստանի վրա, պահանջելով միանալ իրենց ճամբարին։ Ռուսաստանի հետ անկասկած մենք պատմական հարաբերություններ ունենք եւ ռուսները ցանկանում են, որ մենք չփչացնենք այդ հարաբերությունները։ Եվ Հնդկաստանը գնում է ռուսական նավթ, քանի որ անկասկած դա բխում է մեր տնտեսական շահերից։ Հնդկաստանը բախվում է մարտահրավերի երկու կողմերից։ Գումարած Չինաստանի հետ մենք անցնում ենք հարաբերությունների շատ խնդրահարույց փուլով։ Հնդկաստանը հաշվի առնելով իրողությունները եւ պրագմատիկ գործոնները ցանկանում է խուսափել Հարավային Կովկասում ավելի լայն միջամտությունից եւ պահպանել հարաբերություններում պաշտպանության մատակարարման ենթատեքստը։ Բայց այո, Հնդկաստանը դեմ չէ հանդես գալ որպես գեոստրատեգիական ուժ։ Այս գաղափարը, դրա իրագործումը կարող ենք ասել Հնդկաստանը դանդաղեցրել է, բայց դեմ չի լինի քայլ անել գլոբալ դիվանագիտության նպատակներով, ինչպես Պակիստանի դեմ նարատիվ ստեղծելն է։ Հուսով եմ ամեն ինչ պարզ ներկայացրեցի եւ ավելորդ չբարդացրեցի։ against Pakistan.
I hope I make it clear, or if I have made it very complicated. It was a very interesting point. Thank you very much. And in one hand, we have this kind of position. Մի կողմից ունենք այսպիսի դիրքորոշում Հնդկաստանից եւ մյուս կողմից կա նաեւ Պակիստանը, որը մեծացնում է իր համագործակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Մենք դրա ականատեսն ենք լինում գրեթե ամեն օր, ամեն հանդիպման ժամանակ։ Բայց նաեւ տեսանք ինչպես Հայաստանը եւ Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ Սա Հնդկաստանին մտահոգում է։ Relations after over 13 years of non-recognition of Armenia by Pakistan. Is this a growing concern for the Indian side? Well, I'll answer this question in two parts. First of all, I would talk about why Armenia did it. I think because of the increasing aggressiveness rather, of Azerbaijan and Turkey's, I would say, very nicely veiled dangerous diplomatic games made Armenia very insecure. Այս հարցին կպատասխանեմ երկու մասով։ Նախ կխոսեի այն մասին, թե ինչու է Հայաստանը դա արել։ Կարծում եմ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի աճող ագրեսիվության պատճառով կասեի շատ գեղեցիկ քողարկված վտանգավոր դիվանագիտական խաղերը Հայաստանի համար ստեղծել են անվտանգային մարտահրավերներ։ Կար մի պահ, երբ զգացվում էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են ներխուժման Նախիջևանի տարածքը Ադրբեջանին կապելու համար, այդ Զանգեզուրի միջանցքով։ Կարծում եմ Հայաստանում այդ լրջագույն վտանգը զգացին եւ տեսան անհրաժեշտություն, հրատապություն կնքելու այդ խաղաղության համաձայնագիրը։ Եվ որովհետև նաև հասկացան, հնարավոր չէ զարգացնել ռազմական կարողությունները կարճ ժամանակահատվածում, ու այս պայմաններում դիվանագիտությունն ավելի լավ տարբերակ է։ Առնվազն որոշ ժամանակ Թուրքիային եւ Ադրբեջանին հանգստացնելու կամ նրանց ագրեսիան կանխելու համար Հայաստանը վերջին շրջանում հիմնականում ապավինել է դիվանագիտությանը եւ աշխարհատնտեսական կամ ռազմավարական կապերի նախագծերին։ Այս նոր խաղաղության միջանցքը կապող ճանապարհը դրա մի մասն է, բայց դիվանագիտության առումով Հայաստանի կասեի պաշտպանության ռազմավարության երկրորդ հենասյունը Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ Պակիստանի հետ կայուն հարաբերություններն են։ Պակիստանը կարևոր դերակատար է, ունի տարբեր տարածաշրջաններ եւ հակամարտության գոտիներ, ջիհադիստ վարձկաններ ուղարկելու կարողություն եւ պատմություն։ Պակիստանը ջիհադիստներ է ուղարկել Լիբիա, Աֆղանստան, Իրաք, Բոսնիա։ Pakistan has a history of sending jihadist mercenaries to various conflict theaters. So in case, like Pakistanis sent their people to Libya, Pakistanis have sent their jihadist missionaries to Afghanistan, Iraq, to Bosnia. So if Azerbaijan had launched any kind of invasion, there was a possibility that Pakistani intelligence might have rendered some crucial support. Եթե Ադրբեջանը ներխուժման գնար, պակիստանյան հետախուզությունը աջակցություն կցուցաբերեր։ Ես այդ հնարավորությունը չեմ բացառում նույնիսկ հիմա։ Եթե Հայաստանի տարածք ներխուժում լինի ապագայում, Պակիստանը անպայման կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Այնպես որ անցնելով ձեր հարցին, This is a concern for India. India feels betrayed. Հայաստանի եւ Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը անկասկած մտահոգիչ է Հնդկաստանի համար։ Հնդկաստանը իրեն դավաճանված է զգում։ Հնդկաստանը զգում է, որ ամուր գործընկերություն էր զարգացնում Հայաստանի հետ։ Եվ հիմա հաշվի առնելով սա, Պակիստանի կողմից Հայաստանի անկախության ճանաչումը եւ հարաբերությունների հաստատումը իհարկե լավ չի ընդունվում հնդիկ քաղաքական գործիչների կողմից։ Տպավորություն է, որ կորցրել են վստահելի գործընկերոջը Հարավային Կովկասում, երբ մտածում էին այդ տարածաշրջանում ինչ-որ ներկայություն ունենալու մասին։ Այժմ, երբ Պակիստանն այս կերպ մտավ այդ տարածաշրջան, Հնդկաստանը մի փոքր հիասթափված եւ դավաճանված է։ You mentioned the possibility of Դուք նշեցիք Ադրբեջանի կողմից Հայաստան նոր ներխուժման հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե Վաշինգտոնում խաղաղություն է հաստատվել, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր են նախաստորագրել։ Հավատում եք այդ խաղաղությանը։ Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է խաղաղություն հաստատել փաստաթղթերի դիվանագիտության միջոցով, հաշվի առնելով ադրբեջանական եւ թուրքական կողմերի մտադրությունն ու ագրեսիվությունը, որի ականատեսը եղանք նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Through diplomacy, taking into account the intention and the aggressiveness of Azerbaijani and Turkish side, we have been witnessing this in Nagorno-Karabakh. Well, I think this peace is very temporary because there are many factors involved. Կարծում եմ, որ այս խաղաղությունը շատ ժամանակավոր է, քանի որ կան ներգրավված բազմաթիվ գործոններ։ Այդտեղ միայն աշխարհաքաղաքական հակամարտությունը չէ, կան բազմաթիվ հուզական գործոններ։ Հակամարտություն չէ միայն երկու կառավարությունների միջև։ Խոսքը ժողովրդի մասին է, Հայաստանի ժողովրդի։ Նրանք զգացել են, տեսել են, թե ինչ են արել Ադրբեջանի կառավարությունը եւ իրենց պետությունը։
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում քրիստոնյաների հետ։ Սա դարավոր հակամարտություն է։ Կան նաև պատմական գործոններ։ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների հալածանքները նույնպես խորապես արմատավորված է հայերի ենթագիտակցության մեջ։ Ադրբեջանի Հանրապետության մեջ ես տեսել եմ, որ տրամադրությունները շատ հայատյաց են։ Among the Azerbaijani people, I have seen that sentiment is very anti-Armenia, and definitely with the involvement of Turkey and Pakistan. Եվ անկասկած Թուրքիայի եւ Պակիստանի ներգրավվածությամբ ջիհադիզմի եւ կրոնական ծայրահեղականության տարը նույնպես արդեն առաջընթաց է գրանցել այս հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։ Մյուս կողմից նույնիսկ Հայաստանի ներկա կառավարությունը որոշակի դիմադրության է բախվել իր սեփական ժողովրդի կողմից։ People regarding this peace deal, because the constitutional amendments are involved and there are many things that you need to do, and Օրինակ այս խաղաղության համաձայնագրի հետ կապված, քանի որ խոսք է գնում սահմանադրությունը փոխելու մասին, եւ կան շատ զիջումներ, որոնք դուք պետք է անեք, եւ Հայաստանում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես վերջերս տեսանք։ Կառավարությունը պնդում է, որ որոշ մարդիկ փորձել են հեղաշրջում կազմակերպել, նրանց ձերբակալել են։ Երկրով մեկ զանգվածային խուզարկություններ եւ ձերբակալություններ են եղել։ Հայաստանում հանրային կարծիքը բաժանված է։ I think this is not just about the corridor. I guess it's more about the revisionist mindset. They want to implement some major cartographic changes in that region. Մյուս կողմից ադրբեջանական կողմի նպատակը կարծում եմ միայն միջանցքը չէ։ Tactical arrangement, which is the diplomatic. Ադրբեջանը ցանկանում է դառնալ տարածաշրջանի ռևիզորը։ Նրանք ցանկանում են տարածաշրջանում իրականացնել որոշ խոշոր քարտեզագրական փոփոխություններ, եւ սա երկարաժամկետ խաղ է։ Խաղաղության համաձայնագիրը գուցե ինչ-որ մարտավարական պայմանավորվածություն է, որը դիվանագիտորեն հարմար է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ Եվ երբ գա ճիշտ ժամանակը, այս հակամարտությունը կարող է սրվել ցանկացած պահի։ Հիմա վերափոխվում է աշխարհակարգն ընդհանրապես։ Աշխարհում ի հայտ են գալիս բազմաթիվ հակամարտություններ, նոր թատերաբեմեր, այնպես որ չեմ կարող բացառել այս հակամարտության սրման, բռնկման հնարավորությունը ապագայում։ Միայն վերջին 5 տարում տեսանք սրացումներ առնվազն 2 անգամ եւ կա մեծ հավանականություն, որ դա կկրկնվի ապագայում։ I would like to explain why I'm asking these kind of questions, because Ձեզ այսպիսի հարցեր եմ տալիս, որովհետև երբ Հայաստանում որևէ մեկը փորձում է Փաշինյանի ասացի հակառակ երեսը ցույց տալ, Փաշինյանը նրան մեղադրում է ընդդիմություն լինելու, իշխանությունը վերցնելու փորձերի մեջ։ Դուք Հայաստանում իշխանության գալու պլաններ կարծում եմ չունեք, հետևաբար ձեր կարծիքը չեզոք է ու այդ առումով արժեքավոր։ Հետևաբար Փաշինյանը պնդում է, թե ճանաչված եւ լեգիտիմ սահմանները, ժողովրդավարությունը առաջնային գործոններն են Հայաստանի անվտանգության համար եւ նա բանակը դնում է վերջին տեղում։ Դուք սա տրամաբանական եք համարում, հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումները, որոնց մասին մենք խոսում էինք ընդամենը մի քանի րոպե առաջ։ Turkey and Azerbaijan, which about we were talking just a couple of minutes ago. Okay, so I must say that if I had been in that capacity, in his capacity, if I had to decide what Armenian policy should be right now, so I would have thought of it in a slightly different manner. Պետք է ասեմ, որ եթե ես լինեի նրա պաշտոնում, եթե ստիպված լինեի որոշել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը հենց հիմա, ես դա մի փոքր այլ կերպ կանեի։ Հայաստանում ներքին վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ չգիտեմ, բայց եթե տեղյակ լինեի, որ բանակի ռազմական պատրաստվածությունը լավ վիճակում չէ, ապա առնվազն կձևացնեի, թե ամեն ինչ լավ է։ Այո, կհայտարարեի, թե մենք ուզում ենք ավելի շատ կենտրոնանալ դիվանագիտության, քաղաքականության եւ տնտեսության վրա, կլռեի ռազմական ուժի եւ բանակի մասին, բայց դրա հետևում կկենտրոնանայի ռազմական ուժի վերականգնման, բանակի պաշտպանունակությունը վերականգնելու վրա։ Այս ուղղությամբ կկենտրոնացնեի ամբողջ ուշադրությունը։ Giving a major focus, strong emphasis on defense and army preparations. So I will focus, I would do that. I mean, not make a lot of noise about the preparations and your plans for the military preparedness. Շատ աղմուկ չէի բարձրացնի նախապատրաստությունների եւ ռազմական գնումների ծրագրերի շուրջ, բայց այո, կսկսեի ներդրումներ կատարել այդ ուղղությամբ, քանի որ ուժեղ կարողություններով պրոֆեսիոնալ բանակ պատրաստելու համար շատ ժամանակ է պահանջվում։ 30 years, after 1992, it took them 30 years to prepare a trained, proper, functional, professional army. In Armenia's case also Ադրբեջանի դեպքում նրանք լռեցին 30 տարի, 1992 թվականից հետո։ Նրանցից 30 տարի պահանջվեց պատշաճ գործունակ պրոֆեսիոնալ բանակ պատրաստելու համար։ Հայաստանի դեպքում նույնպես դա ժամանակ կպահանջի։ Բայց այո, սկզբունքորեն չեմ կարծում, թե միայն լեգիտիմ սահմանների եւ ժողովրդավարության վրա կենտրոնանալը բավարար է անվտանգության համար։
Ձեր ժողովուրդը դաժան տարածաշրջանում է ապրում, որտեղ բիրտ ուժ է գործի դրվում։ Եվ ժողովրդավարությունը շատ, կասեի, իդեալիստական գաղափար է, որն ունի բազմաթիվ սահմանումներ աշխարհի տարբեր մասերում։ Իրականում ներկա փուլում մենք տեսնում ենք, թե ինչպես է ժողովրդավարությանը մարտահրավեր նետվում համաշխարհային տերությունների կողմից։ Չեմ կարծում, որ ժողովրդավարությունը բավարար անվտանգային գործոն է։ Ձեզ անհրաժեշտ է ուժեղ ռազմական ուժ, ձեր անվտանգության համար տնտեսական ուժ։ But you know what kind of decision we just going to have. The Armenian government is cut. Բայց գիտեք փոխարենը ինչ որոշում ենք ունենալու։ Հայաստանի կառավարությունը կրճատում է պաշտպանական բյուջեն գալիք տարվա 2026 թվականի համար։ Դուք այս քայլը տրամաբանական եք համարում։ I don't think, it's a wise step because see, you have to look at in a very holistic manner. See, on one hand, you have threats from Azerbaijan and Turkey. Չեմ կարծում, որ դա իմաստուն քայլ է, քանի որ դուք խնդիրը պետք է ավելի լայն դիտարկեք։ Մի կողմից ունեք սպառնալիքներ Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Այս պահին սրանք տարածքային սպառնալիքներ են, բայց կա նաեւ ջիհադիստական սպառնալիքը, եւ Պակիստանը նույնպես խաղում է այստեղ։ Անգամ Եվրոպայում ներգաղթյալները ամբողջությամբ խաթարել են ներքին սոցիալական դինամիկան։ Ջիհադիստական արմատականացումը շատ ինտենսիվ է դառնում եվրոպական պետություններում։ Նրանք բախվում են ներքին անվտանգության լուրջ խնդիրների։ Ես տեսնում եմ ապագայում ջիհադիստական, վնասակար ջիհադիստական ազդեցությունների տարածման հնարավորություն եւ մեծ հավանականություն մայրցամաքային Եվրոպայից դեպի Հայաստան, Հարավային Կովկաս։ From mainstream, from the mainland Europe to Armenia also, to South Caucasus also. Թուրքիայի կապերը համաշխարհային իսլամիստական կազմակերպությունների եւ արմատական կազմակերպությունների հետ շատ լավ հայտնի են։ Ամեն դեպքում ձեզ անհրաժեշտ է ուժեղ բանակ։ Այս հակամարտության եւ ապագա ներքին ընդհանուր անվտանգության համար You need a strong military for this conflict also, and also for the future internal, in general, overall security. So I don't think it's a wise idea to cut down on your military. Ձեզ անհրաժեշտ է ուժեղ բանակ, եւ չեմ կարծում, թե խելամիտ է կրճատել Հայաստանի պաշտպանական բյուջեն։ Կարծում եմ, որ դուք պետք է ավելի շատ ներդրումներ կատարեք ձեր հետախուզության եւ ռազմական կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Անշուշտ կարող եք ստեղծել տպավորություն, որ խաղաղություն եք ուզում, բայց դա պետք է անել պարզապես ձեր թշնամի երկրների վախերը մեղմելու համար։ Ներսում ուշադրությունը պետք է կենտրոնացվի ռազմական կարողությունները վերականգնելու վրա։ Անցյալում Հայաստանը հիմնականում ապավինել է Ռուսաստանի օգնությանը իր պաշտպանության համար, բայց լիովին ապավինելը այլ պետություններին կարող է հակառակ արդյունք տալ։ Ոչինչ երաշխավորված չէ։ Անորոշ ժամանակներում, երբ օտար տերությունները ներգրաված են այլ պատերազմներում, չեն կարող գալ եւ պաշտպանել ձեզ, ինչպես Ռուսաստանը հիմա Ուկրաինայում։ Նրանք չունեն միջոցներ կամ հնարավորություններ իրենց ռեսուրսները աշխարհի այլ մասերում ցրելու համար։ In other parts of the world. So, շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։